Ռուսաստանի հետ մենք ոնց ասեմ, պետք է մնանք այնպես ինչպես կա, այսինքն վերջի 20 տարիները Ռուսաստանը քանի որ իր շահերն ունի, իր առանձնահատուկ շահերից ելնելով է իր այս տարածաշրջանում Հայաստանի հանդեպ այնպես որ պետք է հաշվի առնել, թե ինչու է Ռուսաստանը այս կերպարով եւ ոչ թե անկեր, որտեղ ինքը ունի շահերը։ Մենք էլ ունենք մեր շահերը, երբեմն այդ շահերը չի անում, բայց թշնամանալ Ռուսաստանը ես թեմ եմ, որովհետեւ թեմ եմ։ Հիմա կարող է իր կողքի մեծ պետության հետ այլ հարաբերություններ կառուցի։ Եթե դուք մենք մեզնից ինչ եք ներկայացնում, մի քիչ չափները ճանաչեք։ Ես ընդհանրապես այդ թեմայով ինչ ուզում եմ ասեմ, որ անկախ իշխանությունը կամ հիմա կամ առաջ ինչ հարաբերություններ է կառուցում աշխարհի հետ, ես հայ ժողովրդի Հայաստան պետության հնարավորությունները նկատի ունենալով գտնում եմ, որ ինքը ընդհանրապես չեզոք հարաբերություններ պիտի կառուցի բոլորի հետ։ Իսկ մեզ մոտիկ ամենախոշոր պետության հետ ինչու պիտի հարաբերություններ չունենա։ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն էր, բայց տարիներով գեներացնելով Հայաստանի ժողովրդի մեջ հակառուսականությունը բերել են հասցրել այն օրվան, որ ռուսները հանձնեցին Արցախը, ռուսները հիմա կհանձնեն նաև Հայաստանը, եթե այսպես շարունակվի, որտեղ ռուսները մեծ պետություն են, իրենք ունեն մեծ շահեր ունեն, իրենք իրենց շահեր ունեն, որպես մեծ պետություն, իսկ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր երկիրը չպահենք։ Այսինքն մենք ամեն ինչ արեցինք, որ Արցախը չպահենք։ Այսինքն մենք ռուսներից իրավունք չունենք նեղանալու։ Մենք արեցինք ամեն ինչ, որ չպահենք։ Ռուսները մեր հանդեպ լավ են եղել, բայց վերջին մոմենտներով չէ, բայց Եվրոպային ուզում մտնել մեր Հայաստանը։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բարև ձեզ։ Ու խնդրում եմ նման հարցերով չդիմել լավ ինձ։ Ես այսօր կամ վաղը չկամ, դուք ջահելներին հարցերեք, ես չգիտեմ, չեմ կարող բանացել։ Ավելի լավ է հայ-ռուսականը լինի, քան թե մեստեղ խապված նիկոլական շրջապատը։ Ես ծնվել եմ դա եմ տեսել, գնում ենք Ռուսաստան, գալիս ենք շատ հարգանք վերաբերում, ախարխարձանք մարդ են բաղլաժանը, լավա մարդը, ճանքը բանելի մարդ կուտեն, մենք աշխատել ենք, չգիտեմ այդ ձևի բան չեղել, միլիցիայը գնում գալի խարդվել են, արա ամոթա, էլի ամոթա։ Ես Ռուսաստանին դեմ չեմ, Ռուսաստանի ժողովուրդը մեծ ժողովուրդ է, իսկ ինչ վերաբերվում է մեր տգետների վարվելաձևի հետ նկատմամբ, ես չեմ ընդունում, բոլոր դեպքերում մարդը, երբ իր դրակիցների, իր ոնց ասած պետական նույնիսկ հավատքի բանով բոլորի հետ կարողանա լեզու գտնել եւ նորմալ ապրել ու իր դեմքը պահել։ Ռուսաստանի հետ մենք ավանդական կապեր ունենք, հիմա լավ է թե վատ է, այս տարածաշրջանում իսկ նրանք ովքեր հույսերը տնում են արևմուտքի վրա, ինձ թվում է ուղղակի չգիտեմ, երազանքների մեջ են ուղղակի, որտեղ Եվրոպան հեռու է մեզնից եւ ուզենայել չի կարող անել այն, ինչ Ռուսաստանն է անում, այսինքն Ռուսաստանը շատ մոտ է տարածաշրջանը, եթե հնարավոր պետք է լավացնենք հարաբերությունները Ռուսաստանից, բայց արժանապատվոր են։ Շատ կուզեի, որ հին բարեկամական կապը լիներ, բայց դա մեր կողմից չի։ Դա իրենց կողմից է, որ այսինքն եթե դուք սովետական միությունում ապրած լինեիք ու Ռուսաստանում եղած լինեիք, կնկատեիք, որ նրանք մեզ միշտ ցածր ռասայի տեղ են դրել։ Ես դա իմ մաշկի վրա եմ զգացել։ Բոլոր դեպքերում միշտ էլ մեր հայ-ռուսական հարաբերությունները բաց չեղել։ Այս Ղարաբաղյան կոնֆլիկտից հետո մի քիչ սրվել է ընդհանուր առմամբ։ Բոլոր դեպքերում առայժմ թողնել է պետք, որովհետև մենք դեռ պատրաստ չենք ուրիշ քայլերի։ Երբ որ պատրաստ կլինենք ուրիշ քայլերի, նոր միջոցներ կձեռնարկեն։ Այս պահին թողնել է պետք։ Լավացվեն։
Ինչքան էլ գիտակցում ենք, որ նրանք շատ սխալներ են անում, բայց մեր միակ ճանապարհը ես գտնում եմ Ռուսաստանի հետ։ Մեր տարածաշրջանում եւ մեր պատմության ընթացքում Ռուսաստանը ներկայությամբ ավելի նախընտրելի է, քան ասենք օրինակի համար Թուրքիան, քան ասենք Ադրբեջան, քան ասենք մեծ տերություններ, որտեղ մեր տարածաշրջանը շատ բախտորոշ իրավիճակ է, իսկ ասենք Թուրքիան երբեք չի կարող մեր բարեկամը լինել, ավելին դաժե մենք ես զարմանում եմ, որ փորձում են անգամ մտածել, որ Թուրքիայի հետ կարող է հաշտություն լինել, որտեղ այստեղ այս մեր տարածաշրջանում ռուս-թուրքական ամենախիստ լարվածությունը կա, որտեղ ամենից շատ թուրք-ռուսական պատերազմներ են եղել, եւ ներկայությամբ ես կարծում եմ, որ Ռուսաստանի հետ պետքա մեր հարաբերությունները ավելի ու ավելի լավացվեն, ավելի ջերմացվեն, որովհետեւ մեր երկուսի տնտեսական շահերը համընկնում են, աշխարհակաղակական շահերը նույնպես համընկնում են։ Ղարաբաղից է շատ դժվար է այդ հարցին պատասխանել, որտեղ ռուսները մեզ մի քիչ դավաճանեցին։ Դրա համար հիմա ես տենց երկու կողմանի կարծիք ունեմ, չգիտեմ, նորնա ճիշտ։ Ես առաջ շատ էի վստահում իրանց եւ մենք վստահում էինք, ասում էինք իրանք ստեղ են մեզ ոչ մեկը ոչ մի բան չի անելու, մեր անվտանգությունը կապահովել իրանք, բայց ոնց ստացվեց չգիտեմ, բայց ով է մեղավոր մեր կառավարությունը թե ընդհանրապես ռուսները։ Համոզված եմ, որ Արևմուտքը եւ Եվրոպան մեզ քաշելու են։ Եթե մենք Ռուսաստանի, եթե այստեղից դուրս մղվի, դրա այլ ընտրանքը Թուրքիան է։ Հիմա ցանկացած հայի որ հարց տաս, ասես Հայաստան, Թուրքիայում կապրես, թե Ռուսաստանում, միանգամից արդեն կասի, որ Ռուսաստանում։